կողմից հնչող ազդակները, որ իրենք պատրաստ են անել, թե Հայաստանը քննարկել է այդ սցենարը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, մասնավորապես առաջին հերթին երասխի եւ ախորիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Ես նախորդիվ ասել եմ, որ իմ տպավորությունը այնպիսին է, որ առնվազն այդ երկու հատվածների մասով մենք որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ եւ որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք։ Եթե ստացվի այնպես, որ իրենք անեն դա շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, եթե ինչ-որ հարցեր խանգարեն, չնայած իմ ըմբռնումը այնպիսին է, որ պիտի հարցեր չլինեն, որոնք առնվազն երասխի եւ ախորիկի մասով խանգարեն, այդ դեպքում, եթե այդպիսի հանգամանքներ լինեն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետեւ դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է, ինչի ուղղությամբ մենք շարժվում ենք։ Ռուսական կողմն է ներդրում անելու։ Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո։ Այսինքն իրենք պատրաստակամություն հայտնել են կոնկրետ Իմ ունեցած տպավորությունը, որը ես ստացել եմ աշխատանքային պրոցեսների արդյունքում, մենք մոտ ենք այս հարցով պայմանավորվածություն ձեռք բերելուն, բայց քանի որ խոսքը երկու կողմերի մասին է, թույլ տվեք ժամանակից առաջ չընկնեմ եւ երբ որ գա պահը դրա մասին հայտարարելու կհայտարարվի, եթե կանի ռուսական կողմը, ապա կանի ռուսական կողմը, եթե չէ, կանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բանակցությունները դուք եք վարում։ Բանակցություններում ներգրաված է նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, իմ տեղակալ պարոն Սիմոնյանը, որ համակարգում է տրանսպորտի ոլորտը, ինքը ակտիվ քննարկումներ ունի Ռուսաստանի գործընկերների հետ, այս մասով երկաթուղու գործընկերների նկատի։ Պարոն Խուդասյան, իսկ մյուս մասերով, վարչապետի նշած մյուս հատվածներով, որոնք եւս նույն հետապաշրջապատման Իմ նշած հատվածների մասով է բանակցությունները ռուսական կողմի հետ, մյուս հատվածների մասով տարբեր լուծումներ կան, բայց հարգելի գործընկերներ, այս ֆորմատը այն ֆորմատը չի, որտեղ կուզեմ խոսած այս։ Բանակցությունները մեկնարկեցին այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց այդ հատվածների վերանորոգման։ Ես չեմ ֆիքսի վարչապետի հայտարարությունից առաջ է եղել թե հետո, բայց ոչ թե պայմանավորված է հայտարարությամբ, այլ կա անհրաժեշտություն, որի շուրջ հանրապետության վարչապետը ցանկություն է հայտնել հայտարարություն անել եւ հայտարարություն արել, հիմա կդժվարանամ հստակ քիչ տարբերությամբ գուցե լինի։ Շնորհակալ եմ ձեզ, լավ օր եմ ցանկանում, շնորհակալություն։ Հաջողություն։